Քաղաքացիների բազմություն կա, նրանք սպասում են վեհափար հայրապետին, քաղաքացիներից մեկը հենց ցանկացավ խոսել լրատվամիջոցի հետ, խնդրեմ կզրուցենք Հարությունի հետ, ինքը այդպես ներկայացավ, Հարություն Մայր Աթոռի հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք եւ այսօր ինչու եք այստեղ։ Ես նախ ներկայանամ, ես Հարություն Դպիր Հարությունն եմ, ծառայում եմ Երևանի Գրիգոր Մայր եկեղեցում, ձեռնարկված դպիր եմ։ Երեք իմացա, որ մեր սիրելի հայրապետը ժամանում է այստեղ եւ մեծ սիրով, մեծ ուրախությամբ ցանկացա ներկա գտնվել այստեղ եւ մեր բոլոր հավատացյալները նույնպես ուրախացան, որպեսզի ներկա գտնվեն այստեղ։ Կան դպիրներ, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանի պատարակներին են մասնակցում, նույնիսկ կեղծ դպիրներ են ասում կամ թվական դպիրներ։ Դուք ինչ ունեք ասել։ Անկեղծ ասեմ, ներկա պահին իշխանությանը չհաջողվեց բռնի ուժով վեհարանը ցերել եւ չի հաջողվի եւ շատ խորամանկ քայլ արեց, պարապտություն եւ խռովություն սերմանեց երիտասարդ հոգեվորականների միջև, ինչու երիտասարդ, որովհետեւ երիտասարդ հոգեվորականներին այսօրվա ներկայացուցիչները հիմնականում զարգացող քահանաները եւ ասեմ մի երկու քահանային մոլորեցնելով չի հաջողվի ներկայիս իշխանությանը խախտել եկեղեցու հանգիստը, անդորը եւ միշտ պատարակ կմատուցվի, որովհետեւ Քրիստոսն է եկեղեցու գլուխը, այլ ոչ թե հոգեվորականը։ Մենք պետք է հարգենք սիրենք մեր հոգեվորականներին, անգամ կարգալույց եղած մոլորված հոգեվորականների առումով չպետք է մենք ուրախանանք, մենք այլ պետք է աղոթենք, որպեսզի իրանք սխալ ուղուց դարձի գան եւ ընտրեն ճիշտ ուղին, եւ ովքեր որ այսօր անցել են իշխանության կողմը, Աստված նրանց պահապան, եկեղեցու հավատացյալը պետք է միշտ բարին կանոնա բոլորին, չպետք է մեր առօրյա ժարգոնով ասած քլնգի տվյալ հոգեվորականին վայ տեսեք անցավ էս ինչի կողմը ոչ, սխալ է արել, պետք է աղոթենք, Աստծուց խնդրենք, որպեսզի դարձի գա։ Ես այսպես եմ կարծում, որ պետք է ցանկացած հավատացյալ այսպիսի ձևով մոտեկանա։ Շնորհակալ ենք, Հարություն։